Այսօր պատրաստելու ենք վիտամիններով հարուստ, թեթև, միևնույն ժամանակ շատ հագեցնող բրոկոլիով ապուր։ Եթե կարծում եք, որ բրոկոլին անհամ եւ դիետիկ ուտելիք է, ապա պետք է անպայման պատրաստեք այս ապուրը հակառակը համոզվելու համար։ Բրոկոլին բաժանում ենք բույլերի, լվանում ենք եւ վրան լցնում ենք եռացրած ջուրը, ծածկում ենք եւ դնում մի կողմ։ Այս տարբերակով բրոկոլին պահպանում է իր վիտամինները եւ գեղեցիկ գույնը։ Այս նույն տարբերակով նաեւ պատրաստում եմ աղցանների համար։ Ապուրի համար մեզ պետք է նաև սով, սխտոր, կարտոֆիլ, պղպեղ եւ գազար։ Բոլորը կտրատում ենք մանր խորանարդաձև կամ ինչպես կցանկանաք։ Իմ ալիքում կա նաև բրոկոլիով կրեմ ապուրի տարբերակը։ Անչափ համեղ է ստացվում։ Եթե այսպիսի ապուր չեք սիրում, կարող եք պատրաստել կրեմ ապուրը։ Հարգելիներս, եթե նոր եք միացել իմ ալիքին կամ դիտում եք առանց բաժանորդագրվելու, կարող եք բաժանորդագրվել սեղմեք զանգակոճակին, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա համեղ եւ տարբերվող բաղադրատոմսերը։ Բաղադրիչները եւ հստակ քանակը, ինչպես միշտ գրված կլինի էկրանի վրա եւ նկարագրության բաժնում։ Կարտոֆիլը նույնպես կտրատում ենք մանր խորանարդաձև։ Սխտորը կարող եք ճզմել կամ նույնպես կտրատել։ Արեք այնպես, ինչպես ձեզ հարմար է։ Կանաչիներից օգտագործելու եմ համեմ, կարող եք նաեւ մաղադանոսով պատրաստել։ Բրոկոլին ջրքամում ենք եւ մանրացնում ենք։ Կարող եք մի փոքր ավելի խոշոր թողնել, ես մանր տարբերակով եմ նախընտրում պատրաստել։ Տապակի մեջ լցնում ենք ձիթայուղը, ավելացնում ենք սոխը եւ տապակում ենք այնքան, մինչեւ դառնա մի փոքր թափանցիկ։ Կարող եք նաեւ կարագով պատրաստել։ Ավելացնում ենք սխտորը եւ շարունակում ենք տապակելը։ Ավելացնում ենք գազարը, 1 րոպե տապակելուց հետո ավելացնում ենք նաև պղպեղը։ Բոլորը միասին տապակում ենք եւս 1 րոպե։ Համեմել եմ համեմի սերմով եւ գունավոր պղպեղներով։ Համեմեք այնպես, ինչպես կցանկանաք։ Միայն այստեղ պարտադիր է համեմի սերմը։ Մի փոքր խառնելուց հետո ավելացնում ենք ալյուրը։ Շատ արագ խառնում ենք, որպեսզի ալյուրը չգնդվի։ Որից հետո ավելացնում ենք եռացրած ջուրը կամ ցանկացած բանջարեղենի կամ մսային որևիցե արգանակ։ Ավելացնում ենք կարտոֆիլը եւ բրոկոլին։ Ջուրը շատ չենք լցնում, պետք է ստանանք թանձր ապուր։ Ծածկում ենք կափ հաճով եւ թողնում ենք գեփվի, մինչեւ պատրաստ լինելը։ Այդ ընթացքում քեչով անցկացնում ենք հարվող տեսակի պանիրը, կամ կարող եք նաեւ սերուցքային պանիրով պատրաստել։ Պատրաստ լինելուց հետո համեմում ենք աղով, ավելացնում ենք նաեւ պանիրը եւ անմիջապես պանիրից հետո ավելացնում ենք նաեւ թթվասերը կամ սերուցքը։ Շատ արագ խառնում ենք, որպեսզի լուծվեն մեր բաղադրիչները։ Թողնում ենք եւս 1 րոպե, ավելացնում ենք կանաչին եւ վերցնում ենք կրակի վրայից։ Իսկ եթե ապուր ուզում եք պատրաստել պահքի շրջանում, բացառում եք այդ դեպքում սերուցքը եւ պանիրը։ Այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Ահա եւ մեր համեղ, վիտամիններով հարուստ, գունեղ ու գեղեցիկ ապուրը պատրաստ է։ Պատրաստեք սիրով եւ վայելեք ձեր մտերիմների հետ։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք այսօրվա իմ պատրաստած բաղադրատոմսը։ Դուք էլ պատրաստեք եւ գրեք մեկնաբանության բաժնում ձեր կարծիքը։ Սիրով կսպասեմ բոլորիդ։ Առայժմ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։